Դատարանն այսօր ավարտեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով վկաների հարցաքննությունը։ Նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդել էին դատարանին, ապահովել դատակոչված ռուսական ռազմաբազայի 7 զինծառայողների ներկայությունը։ Ռուսական ռազմաբազայից դատարանի հարցմանը պատասխանել էին, որ 7 զինծառայողները այլևս բազայի զինծառայողներ չեն եւ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չունեն։ Զորական տաշտության տարածքում քննադատության վայրի մասի տեղություններ տաշտային Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատար Նիկիշինի հարցաքննությունն են կարևորում փաստաբանները, քանի որ միայն նա է կարող ասել, թե ինչպես է կատարել Պերմյակովի ընտրությունը ու նրան չի տալիս Գյումրի տեղափոխել։ Դատարանն այսօր որոշեց մինչ վկաներին գտնելը անցնել գործում առկա փաստաթղթերի հրապարակմանը։ Առաջինը ոստիկանության տեղեկանքներն էին։ Զեկուցագիր Ղարիբյանը, ոստիկանության պետ Ղարիբյանը, զեկուցում են դեզային մասին, որ 2015 թվականի հունվարի 12-ին ժամը 10:11-ին Շիրակի մարզային վարչությունից ստացվել արձանգային մասի, որ անցել է հետապնդում պլանի, հետապնդելու տերյամանով Վալերի Պավլովին, զինծառայող։ Ավետիսյանների տան տեղազնության փաստաթուղթը ամենածավալունն էր։ Մանրամասն ներկայացվեց, թե Ավետիսյանների դիակները ինչ վիճակում են հայտնաբերվել, ինչպիսի վնասվածքներով, որ սենյակում քանի կրակված պարկուճ կար եւ այլն։ Երկրորդ ննջասենյակի մուտքից ներս պատից 68 սանտիմետր դեպի հյուսիս առկա է երկտեղանի մարտական։ Բաց անկողնու վերմակի ձախ կողմում մուտքի դրան ուղղությամբ գլխի կողմով դեպի հյուսիս առկա է տղամարդու դիք, պարկած գետնին։ Հրապարակվեցին նաև Ավետիսյանների տան տեղազնության ժամանակ արված լուսանկարները։ Նկարներից պարզ է դառնում, որ զենքը հայտնաբերվել է տան թախտի մեջ, զինվորական համազգեստով փաթաթված։ Հրապարակվեց նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Ավդիևի նամակը հայ իրավապահներին, որով վերջինս խնդրում է տեղեկություն տրամադրել ինքնաձիգի ու փամփուշտների վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Պաստրիկինին ուղղված գրությունը ևս հրապարակվեց, որով խնդրվում էր թույլատրել հայ քննիչներին քննչական գործողություն իրականացնել Պերմյակովի հետ։ Քննչական գործողություններ իրականացնելու համար խնդրում եմ ձեզ 2015 թվականի հունվարի 15-ին հայ քննչական կոմիտեի քննիչ Գ. Աղաբաբյանին հնարավորություն տալ պաշտային 404-436 զորամասի տարածքում նրա նկատմամբ իրականացնել վերաբերյալ քննչական գործողությունները։ Առավել հետաքրքիր էր Աղվան Հովսեփյանի ռուս գործընկերոջն ուղղված նամակի բովանդակությունը։ Հաշվի առնելով, որ Պերմյակովի նկատմամբ հայ իրավապահ մարմինների դատավարական գործողությունների իրականացումը չի կարգավորվում միջազգային իրավական օգնության վերաբերյալ միջազգային պայմանագրի դրույթներով եւ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերով 29/1997 թվականի համաձայնագրով իշխեց նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռազմաբազայում։ Հետևաբար համաձայն պետությունների համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի միջազգային իրավունքների սկզբունքների մասին 24/10/70 թվականի հռչակագիր եւ քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու փոխադարձության սկզբունքի խնդրում եմ Թույլատրել հայ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչաքննիչներին կատարել հետևյալ քննչական եւ դատավարական գործողությունները Պերմյակովի նկատմամբ։ Առաջադրել մեղադրանք Վալերի Պերմյակովին, որպես մեղադրյալ արձակնել Պերմյակովին, անցկացնել առանցումներ Պերմյակովի հետ, ստանալ Պերմյակովի մեզի, արյան, մազերի, թիկի եւ մատնահետքերի նմուշները համեմատական հետազոտության եւ համապատասխան փորձարկումների իրականացման համար։ Ռուսական կողմը 26 հատորանոց քրեական գործի 9 հատորն է փոխանցել հայ իրավապահներին եւ դատավարության այս փուլում հրապարակվելու են բոլոր հատորները։ Դատական նիստը մոտ 5 ժամ տևեց, այն հետաձգվեց հաջորդ ուրբաթ Պերմյակովի ինքնազգացողության վատացման պատճառով։ Վերջինիս բժշկական օգնություն ցուցաբերեցին ռուսական բազայի բուժաշխատողները։
Հա։